Հիսուսը դատավորի առջև, Հիսուսը Աստծո անմեղ ծառան, միշտ Աստծո համար հաճելին էր գործում։ Աստված սիրում է բոլոր մարդկանց։ Այդ պատճառով Հիսուսը ջանում էր օգնել բոլոր կարիքավորներին։ Սակայն իշխանավորները առաջվա նման Հիսուսի դեմ էին ելնում եւ ուզում էին սպանել նրան։ Մարկոս 14-րդ գլուխ 1-2 խոսք։ Հիսուսի աշակերտներից ոմանք սիրում էին նրան, իսկ մի կին էլ նարդոսի թանկագին յուղ լցրեց նրա գլխին։ 14-րդ գլուխ 3-9 խոսք։ Բայց Հուդան, Հիսուսի աշակերտը, շահից դրդված պայմանավորվեց իշխանավորների հետ մատնել Հիսուսին։ 14-րդ գլուխ 10-11 խոսք։ Սիրում եք ամբողջ սրտով Հիսուսին, ով այդքան շատ բան է արել ձեզ համար։ Հիսուսը գիտեր, որ հաջորդ օր իրեն մահվան են մատնելու։ 14-րդ գլուխ 27 խոսք։ Այդ պատճառով վերցնելով իր հետ աշակերտներից 3-ին գնաց այգի աղոթելու։ 14-րդ գլուխ 32-րդ խոսք։ Այդտեղ էլ կատաղած ամբոխի հետ եկավ նաև Հուդան, որպեսզի ձերբակալեն նրան։ Հիսուսը կարող էր անարգել հեռանալ, սակայն նա անտրտունջ գնաց նրանց հետ։ Սկզբում նրան տարան քահանայապետի մոտ, 14-րդ գլուխ 53-րդ խոսք։ Լսելով Հիսուսի պատասխանը, որն ինքն Աստծո որդին է, քահանայապետը հայտարարեց, թե պետք է նրան մահվան դատապարտել։ Այդ պատճառով սկսեցին ծաղրել, ծեծել եւ թքել նրա վրա։ 14-րդ գլուխ 65 խոսք։ Պետրոսը մոտակայքում էր, սակայն նա անչափ վախեցած էր։ Երբ Պետրոսին հարցրեցին, թե նա էլ է արդյոք Հիսուսի աշակերտներից, նա ուրացավ Հիսուսին։ Ավելի ուշ դառնորեն լացելով, սրտանց զղջաց, երբ տեսավ Հիսուսի չարչարանքները։ Քահանաները տարան Հիսուսին Պիղատոսի մոտ դատելու։ Հիսուսը Պիղատոսի մոտ հաստատեց իր հրեաների թագավոր լինելը։ 15-րդ գլուխ 2-րդ խոսք։ Պիղատոսը գիտեր, որ Հիսուսը որևիցե դատապարտելի բան չի կատարել եւ ուզում էր ազատել նրան։ Բանտում պահվում էր Բարաբան անունով մի բանտարկյալ։ Պիղատոսը առաջարկեց. «Կամենում եք, որ հրեաների թագավորին արձակեմ ձեզ համար»։ 15-րդ գլուխ 9-րդ խոսք։ Սակայն քահանաները գրգռել էին ամբոխին, որ Բարաբային խնդրեին, իսկ Հիսուսին մահվան մատնեին։ Պիղատոսը գիտեր, որ Հիսուսի հանդեպ իր դատավճիռը անօրինական է, քանի որ Հիսուսը իր ամբողջ կյանքով ձգտել էր գոհացնել Աստծուն եւ օգնել էր մարդկանց։ Ձեր առջև նույնպես մի մեծ հարց է դրված. դուք ինչ կանեիք Հիսուսին, ինչպես կվարվեիք նրա հետ։ Դուք գիտեք, որ նա Աստծո անմեղ ծառան է, ով խաչի վրա ձեր մեղքերի համար մահացավ։ Եթե դուք հավատում եք Աստծո որդուն, ապա կժառանգեք հավիտենական կյանքը։ Եթե նրան չընդունեք որպես ձեր փրկիչը, ապա կմեռնեք ձեր մեղքերի մեջ։ Այսօր եկեք նրա մոտ, եւ Աստված կների ձեզ եւ իր զավակը կդարձնի։